Բարև ձեզ, եթերում դիտակետն է, իմ հյուրն այսօր Ալեն Սիմոնյանն է, Արարատ ամսագրի գլխավոր խմբագիր եւ բարև Երևան դաշինքի ավականու ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող անձը։ Ողջույն Ալեն, շնորհակալություն երեկվա թոհուբոհից հետո ժամանակ գտնելու եւ մեզ հյուրընկալելու համար։ Ալեն, դուք ձեր Facebook-յան էջում ընտրություններից հետո կոչ արեցիք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ Բարև դաշինքին, որպեսզի նրանք վայր դնեն Երևանի ավականիում ստացած իրենց մանդատները, նշելով, որ իրենք կարծես թե ոչինչ անելիք չեն ունենա եւ դա կլինի ամենաճիշտ քայլը, որ ուղղված կլինի համակարգի դեմ։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ 3 տեղի էր ունեցել Երևան քաղաքի ավականու ընտրությունները, որտեղ ձայներ ստացել էին 55.9% նախնական արդյունքներն են Հանրապետական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել էր 23.1% եւ Բարև Երևան դաշինքը 8.5%։ Սրանք այն 3 կուսակցություններն էին 7-ից, որոնք անցան Երևան քաղաքի ավականի։ Հիմա խնդրեմ ձեր մեկնաբանությունները ձեր կոչի վերաբերյալ։ Եվս մեկ անգամ օգտվելով առիթից կոչ եմ անում եւ պնդում եմ, որ պետք է հանձնել այդ ավականու տեղերը, հանձնել Հանրապետականին, որովհետեւ նախ գնալով, մասնակցելով եւ նստելով ուղակի ներկայություն ապահովելով, մենք լեգիտիմացնելու ենք այդ ավականին, մենք լեգիտիմացնելու ենք այս ընտրությունները, հա, իսկ եթե մենք որևիցե մեկը, որևիցե մի ուժ անհատ հայտարարում է, որ ինքը չի ճանաչում եւ համարում է, որ ընտրությունները խախտումով է անցել, հա, այսինքն եթե խախտումով է անցել, ինչի է ինքը համաձայնվում այդ վերջին արդյունքին։ Դա մեկ պատճառ, որից ելնելով ես կոչ եմ արել, որ վայր դրենք, երկրորդը ուղղակի այնտեղ անելու, եթե հնարավորություն լիներ գործելու եւ որևիցե բան փոխելու, հա, միգուցե ինչ որ իմաստ կունենար գնալ, հա, բայց ձայների քանակը այնպես է դասավորվել, այնպես է ներկայացվել եւ այնպես իրավիճակում ենք մենք, որ անելու բան էլ չի լինելու։ Այսինքն նույնիսկ ազգային ժողովում, որտեղ ընդդիմությունը ներկայացված է շատ ավելի շատ քանակով, ազգային ժողովում, որ շատ ավելի շատ է լուսաբանվում, որի որ падգամավորները շատ ավելի ակտիվ են եւ շատ ավելի շատ լիազորություններ ունեն, այսօր ընդդիմությունը չի կարողանում որևիցե բան անի, հա, ուղղակի ինչ որ ձևով սաստում եւ փորձում է ինչ որ հարցերի լուծում տալ, որը վերջնական քվեարկության արդյունքում արվում է ինչ որ ուզում է մեծամասնությունը, նույնպես անհասկանալի ձևով ձևավորված մեծամասնությունը։ Հա, բայց չեմ ուզում հիմա ազգային ժողովի մասին խոսել, դա մեկ այլ պատմություն է, այստեղ մենք անելիք չունենք։ Մենք չենք կարող գնել, ես անձամբ չեմ կարող գնալ նստել մի սենյակում նույն մարդկանց կողքը, ովքեր որ երեկվա իմ տեսած ամեն ինչով այդ գործիքները, այդ ձևերը, այդ մեթոդները օգտագործելով համարում են իրենց ճակերտավոր ընտրված։ Այդ մարդիկ ընտրված չեն, գնամ այնտեղ իրանց լեգիտիմացնեմ, հա։ Ալեն, բայց նախորդ ավականու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը ստացել էր մանդատներ եւ կարծես թե նման պատճառաբանությամբ մանդատները չվերցրեց եւ դա որպես հարթակ չօգտագործեց, ինչը ողջունվեց Ժառանգություն կուսակցության եւ քաղաքացիական հասարակության կամ այլ քաղաքական ուժերի կողմից։ Ի վերջո դա հարթակ է, որտեղ կարելի է պայքար տանել, գուցե չհասնել որևէ արդյունքի, նյութական տեսանելի արդյունքի, բայց փոփոխությունների հանրության տրամադրությունների մակարդակով հնարավոր է իրականացնել, խռովել ու գնալ դա արդյոք ճիշտ լուծում է։ Չէ, այստեղ ոչ մեկից չի խռովում, առավել եւս ես չեմ խռովում, ես պահանջատեր եմ։ Ես որևիցե մեկից խռովելու բան չունեմ, թող իրանց հնարավորությունների, այսինքն օրենքից դուրս իրանք անում են իրանց անելիքը, հա։ Ես օրենքի շրջանակներում կանեմ իմ անելիքը եւ կփորձեմ հասնել իմ ուզածին։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին եւ նախորդ ավականուն, դուք սխալ տեղեկություն ունեք, ՀԱԿ-ը ներկայացված է եղել նախկին ավականիում, հայտարարվել է, որ իրենք դուրս են գալիս, բայց ցուցակի ոչ բոլոր անդամներն են համաձայնել ստորագրել թուղթ, որով որ հրաժարվում են ավականու անդամները եւ ՀԱԿ-ը ստիպված չի հրաժարվել ավականու իր մանդատներից։ Բայց ոչ մի անգամ չեն մասնակցել նրանք։ Ես չգիտեմ մասնակցել են թե չեն մասնակցել, բայց իրավաբանորեն որևիցե մեկը վայր չի դրել։ Ինչպես նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նույնպես հանդիսացել է մինչ օրս, մինչ հիմա հանդիսանում է ավականու տեխնոց, բայց որևիցե շարժ եւ որևիցե գործունեություն ոչ ՀԱԿ-ի, ոչ բանի կողմով մենք չենք տեսել, բայց ես դա ասում եմ ոչ թե մեղադրելով։ Ասում եմ, որովհետեւ այդ հարթակը լիովին ուզուրպացված է, հա,
հանրապետական կուսակցության այո, ուզուրպացված է։ Ես չեմ կարծում, որ նախորդ ավագանի ընտրություններին Բեգլերյան Գագիկը հնարավորություն ուներ օրինական ձևով հաղթել Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ասենք, ես այդ ընտրությունները չեմ համարում կայացած եւ նույնպես չեմ ընդունում այդ ընտրությունների արդյունքը։ Ալեն, ուզում եմ խոսենք երեկվա արդյունքներից։ Հնարավոր է, մենք գիտենք իհարկե, որ տեղի ունեցան ընտրախախտումներ, այդ մասին հազանգեցին։ Չէ, ընտրախախտումներ տեղի չեն ունեցել։ Տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, զանգվածային խուլիգանություն, զանգվածային հանցագործությունների, ասենք, մի շարան տեղի ունեցել։ Ինչ որ դուք ասում եք, շատ մեղմ է։ Այդ զանգվածային ձեր ասած զանգվածային այդ գործողություններով հնարավոր էր հանրապետականը կարողանար ապահովել 55% ձայն, ինչը արել է արդյոք, այստեղ չկա նաև հարցի մեկ այլ կողմը, որ այդ մարդիկ իսկապես ունեն ձայները կամ մարդկանց հավատում են կամ հավատում են Տարոն Մարգարյանի արած գործերին, որովհետև քաղաքում գործում են ավտոբուսներ, որոնք գոհացնում են քաղաքի քաղաքաբնակներին, կան հետաքրքիր նստարաններ, կան կանաչ տարածքներ։ Ոչ, նախ սկսեմ Տարոն Մարգարյանից, Հանրապետական կուսակցությունը արջի ծառայություն մատուցեց Տարոն Մարգարյանին, որովհետև Տարոն Մարգարյանը հանդիսանալով Հանրապետական կուսակցության անդամ ինչ որ չափ իր վարկանիշը ուներ, որպես Տարոն Մարգարյան։ Այս ընտրությունների ընթացքում Տարոն Մարգարյանի վարկանիշը հավասարեցվեց Հանրապետականի վարկանիշին, որը միգուցե մի տոկոսով, բայց համենայն դեպս բարձր էր։ Ինչ վերաբերում է ձայներին, ես չեմ կարծում, որ այսօրվա Երևանցին եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացին գոհ է այսօրվա իրավիճակից, մենք բոլորս ընդամենը քարոզարշավը սկսեց, մյուս օրվանից մենք սկսեցինք ավելի խորը եւ նորմալ տեսնել այն ինչ որ կատարվում է մեր երկրում, մեր քաղաքում ուշադրություն դարձնել ու տեսանք այդ քանդված ճանապարհները, բուտիկները, գնդակահարությունները շների, այն ամեն ինչ որ այն զիբիլը, որը որ թափված է եւ այլ, ասենք Երևանը նես չի, որ խնդիրներ չունի եւ ժողովուրդը գոհ է։ Եւ վերջի վերջո Հայաստանի Հանրապետությունում, Երևանում երբևիցե իշխանությունը չի ունեցել ժողովրդի սատարումը եւ որևիցե ընտրություն 91 թվականի ցեսկում որևիցե իշխանություն չի հաղթել։ Այդ դեպքում ինչպես կարողացան 55% ձայն ապահովել։ Բացատրեմ, ես չեմ ասի, որ դա քաղաքացիների մեղքն է, որը որ ընտրակաշառք են վերցնում, ես չեմ ասի, որ քաղաքացիների մեղքն է, որոնք որ գնում են եւ ստիպողաբար են քվեարկում եւ այլ, դա իշխանության մեղքն է։ Խնդիրը հետեւյալն է։ Իշխանությունը չի ուղարկում այն մարդկանց, ովքեր որ քրեորեն պատժելի արարք են գործել, բերդ, հա, եւ այդ քրեական տարերը շրջապատ եւ փոքր գաղութներ են ձևավորում Երևանի թաղերում։ Այսինքն ստեղծում են արժեքային համակարգ, ստեղծում են կանոններ խաղի, համբավ են ձեռք բերում եւ հետո այդ փուճուր բջիջների միջոցով կառավարվում է քաղաքը։ Այսինքն մեր քաղաքում, մեր երկրում իշխանություն, կարծիք, դիրքորոշում ձևավորում են քրեական պատասխանատվության ենթարկվելու ենթակա մարդիկ, որովհետև եթե մի ընտրությունների ընթացքում այն մարդիկ, ովքեր որ ընտրախախտում են արել, նման ձևով են վարվել դիտորդի, լրագրողի հետ, պատժվեին, այդ մշակույթը չէր մնա։ Հիմա այդ մարդիկ մնացել են, այսինչ թաղում, այսինչն է, ու ինքը տեսնում են, որ ինքը իշխանության հետ համագործակցում է եւ այդ թաղում արժեքային համակարգը դա է։ Բնականաբար իշխանությունը դարել է այնպիսին, ինչպիսին որ կա։ Մարդուն ես չեմ մեղադրում, քաղաքացուն չեմ մեղադրում։ Ու ասեմ ավելին, երեկվանից հետո ես շատ ծանր եմ տանում արտագաղթի թեման, բայց ես վստահ եմ, որ երեկվանից հետո մենք նոր ալիք ենք ունենալու երևանցիների, հայաստանցիների արտագաղթի, ու նույնպես չեմ կարող մեղադրել։ Չեմ կարող մեղադրել մեր համաքաղաքացիներին, որտեղ ես իմ մեջ եմ պայքարում չարտագաղթելու մտքի հետ, հա։ Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ անելու եք ամեն ինչ օրենքի շրջանակներում պայքարելու ստեղծված իրավիճակի դեմ, ինչպես եք պայքարելու այդ թաղային հեղինակությունների ստեղծած փոքրիկ կորիզների, որոնք կարողանում են եւ քաղաքի եւ արդեն հանրապետության մակարդակով անել այն, ինչ անում։ Օրենքի միջոցով համառորեն, անընդմեջ, բոլոր վայրերում լինի դա ընտրություններից 1 օր հետո, թե 100 օր հետո, հա, ես դա անելու եմ որպես քաղաքացի, որպես նորմալ քաղաքացի, ես երեք 808 եւ 809 ընտրատեղամասում եմ եղել, հա,
հենց առաջին տեղեկությունից հետո մամուլում երբ իմացա, որ այնտեղ խնդիրներ կան, ես մի քանի ժամ այնտեղ եմ եղել։ Ես այնտեղ զրուցել եմ Ամերիկայի դեսպանատան ներկայացուցիչի հետ շատ երկար, ես ահազանգել եմ մարդու իրավունքների պաշտպանին, զրուցել եմ եւ աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանի հետ, գտնվելով 50 մետր ընտատարածքից հեռու, հա, որ ինչպես օրենքներ պահանջում, քանի որ ես տեխնացու եի, ես տեսնում էի, ձայնագրում էի եւ նույնիսկ դրա հիման վրա ոստիկանություն եմ զանգահարել եւ ոստիկանության հետ նույնպես աշխատել եմ, ասենք փորձելով կանգնեցնել այդ չգիտեմ ինչ ասեմ, ասենք միայն ֆանտաստիկ ֆիլմերում են լինում 17-րդ դարի նկարագրումով թե այն ինչ որ կատարվում է։ Իսկ ոստիկանության աշխատանքներից երեկվա գոհ էիք որպես տեխնացու։ Գիտեք ինչ, որևիցե գնահատական ոստիկանության աշխատանքին ոչ ուզում եմ տալ, հա, որովհետև գիտեք ինչ, ոնց որ մի մեծ խնդիր ունենաս, ասես այս ձեր մարդը ոնց որ հիվանդ լինի, ասեն իսկ այդ ձերը ոչ թե լավ աշխատում է, դու գոհ ես։ Ամբողջ համակարգը հիվանդ է, ամբողջ համակարգը աշխատում է վերարտադրվելու վրա, հա, ոստիկանությունը լավ աշխատեց, բանը, առողջապահության նախարարությունը լավ աշխատեց, այդ բոլորը մի ամբողջ մի բանի մի մասնիկ են։ Կուզեի խոսենք Եվրոպա միջազգային դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի այսօր տված գնահատականի մասին։ Տարօրինակորեն մեր ներքին դիտորդների եւ հանրության գնահատականները երբեք չեն համընկնում միջազգային դիտորդական առաքելություն իրականացրած կառույցների հետ։ Նրանք նշել էին, որ բացառությամբ մի քանի դեպքերի հիմնականում ընտրությունները ընթացան նորմալ մթնոլորտում։ Սրան ինչ կարող եք ասել։ Սա իմիջիայլոց լեգիտիմություն է տալիս եւ խոսելու տեղ է տալիս իշխանություններին, ասել որ տեսեք, դուք ընդհանրապես բողոքում եք, իսկ դրսից մեզ ինչ գնահատականներ են տալիս։ Սա ինձ տեղ է տալիս ասել, որ այդ դիտորդները կաշառված են, դա իմ կարծիքն է, ես ոչ մի փաստ չունեմ։ Ես երևանցի եմ, ես ճանաչում եմ երևանցիներին, ես ապրում եմ Երևանում, ես Հայաստանում եմ ապրել ու շարունակելու եմ ապրել ու ես գիտեմ, որ այսօր իշխանությունը լեգիտիմ չի, ինձ հետաքրքիր չի ինչ ասում եվրոպացին։ Այդ նույն եվրոպացին, երբ բացասական կամ որևիցե այլ բան է ասում, իշխանությունը նույնիսկ չի մեկնաբանում, դա իմ համար չափանիշ չի։ Ես հայամետ եմ, իմ համար կարևոր է թե ինչ է ասում իմ հարևանը, իմ համակարգացին։ Թող եվրոպացիները գնան զբաղվեն իրենց խնդիրներով, ինչպես նաև ամերիկացիները եւ ռուսները։ Մեր խնդիրը, կուսակցությունների եւ հանրության խնդիրը որն էր, որ չկարողացանք ընտրություններից առաջ ստեղծել են միջավայրը, որպեսզի կանխենք կամ խանգարենք իշխանությունների այս անգամ քաղաքապետի վերարտադրմանը։ Կար նման բան։ Խնդիրը կարողանում է հետեւյալում, որ ես չեմ որ դա մատնանշում եմ, հա, որ պետք է լինել անկեղծ, դա վերաբերում է քաղաքական ուժերին, պետք է մի կողմ դնել քաղաքական շահերը, հա, թե չէ ստացվելու է այն, ինչ ստացվելու է։ Մենք տեսնում ենք, որ շատ քաղաքական ուժեր կուսակցություններ կամ մահանում են, կամ գնում են դեպի մահանալը։ Դա ժամանակի խնդիր է։ Այսինքն եթե քաղաքական ուժը շարունակի նման ձևով նա կմահանա։ Դրա մենք ես չեմ ուզում կուսակցությունների անուններ տամ, կարող եք վերցնել, տեսնել թե ով ինչքան ձայնաբան արել եւ նայել իրանց անցած ճամփան։ Մահանալու են, չէ, գալու ենք ձեզ փոխարինելու ենք, ու ավելի կտրուկ ու ավելի խիստ ենք լինելու։ Շատ լավ, շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Դուք դիտում եք Դիտակետը, հիշեցնեմ, որ 3 մայիսի 5-ին տեղի էր ունենում Երևանի ավականու ընտրություններ, որին մասնակցում էին 6 կուսակցություն եւ 1 դաշինք, Բարև Երևան դաշինքը։ Ես զրուցում էի Բարև Երևան դաշինքի ավականու ցուցակի 12-րդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ։ Շնորհակալություն ձեզ, շարունակեք հետևել Civilnet-ին։